Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը, բարև ձեզ։ Այսօր հայոց բանակի եւ հայ զինվորի օրն է։ Հայաստանի զինված ուժերը դառնում են 24 տարեկան մոտենալով քառորդ դարի հոբելյանական սահմանագծին։ Այս օրերին բնորոշ միջոցառումներ են տեղի ունենում, պարգևատրումներ, կոչումների շնորհումներ, բանակին նվիրված տարատեսակ մի խոսքով միջոցառումներ, որոնց կիզակետում հայ զինվորն է եւ զինվորականը։ Իմ զրուցակից առաջին օրն է կրում գեներալի ուսադիրներ։ Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյան, բարև ձեզ։ Գեներալ։ Առաջին օրն է գեներալի ուսադիրներով։ Այո։ Ինչ զգացողություն է այս համազգեստի մեջ։ Ընդհանրապես համազգեստի մեջ զգացողությունը այս կամ այն ուսադիրների հետ կապ չունի։ Ես կարծեմ զինվորականի համար մարդ, որ կյանքը իր մտածողությունը կապում է համազգեստի հետ, այդքան էլ էական չի, ինչ ուսադիրներ է կրում։ Իհարկե, երբ որ լինում ես գնահատված, երբ որ քո գործի հետ կապված ունենում ես առաջխաղացում, դա որոշակի փոփոխություններ տրամադրության մեջ բերում է, իսկ ընդհանուր ճիշտ զինվորականի համար իմ կարծիքով դա էական չի, որովհետև համազգեստը ինքը զգացողությունների, պահվածքի եւ ընդհանրապես վարվելակերպի համար արդեն ամեն ինչ ստեղծում է մարդու մոտ։ Ուսադիրը ընդհանրապես քո աշխատանքը ճիշտ կատարելու կամ թերություններ ունենալու վկայակոչումն է, այսպես ասած։ Քանի որ այդպես սկսեցիք, ես պետք է անցնեմ ձեր մարտական ուղուն, շատ կարճ, բայց բավականին հարուստ, ինձ թվում է։ Տիրան Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանը 2002 թվականից 97 թվականին, 2002 թվականից պաշտպանական բանակի զորամասի հրամանատար։ 87 թվականին Պռոշյանի կամավորական ջոկատի կազմում մասնակցել է նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանությանը, 90-91 թվականներին եղել է պաշտպանական բանակի կապավոր եւ ապահովել սահմանամերձ շրջանների Արցախի եւ Երևանի հետ կապը, 91-94 թվականներին Պռոշյանի կամավորական ջոկատի, ապա Շուշի առանձնակի գումարտակի կազմում մասնակցել է Ասկերանի, Մարտակերտի, Կուբատլուի, Ֆիզուլիի, Զանգելանի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ։ Այսինքն, եթե չլիներ պատերազմը, զինվորականի այս կենսագրությունը դժվար թե ուղեկցեր ձեզ։ Իհարկե, պատերազմներ եւ մեզ ազգին վրա հասած արհավիրքներ, որ ինձ ստիպեց իմ երազանքներից, եթե դա այդպես կարելի ասել, կամ իմ ունեցած կյանքի նկատմամբ Ֆիզիկոսի երազանքից, նշենք։ Գիտնական դառնալ։ Գիտնականի։ Որպեսզի շեղվեմ եւ ընտրեմ այս ուղին։ Բարդ տարի էր 2015 թվականը, բանակի համար բարդ տարի էր։ Հիմա գանք ձեր կառույցին, որպես բանակի կարևորագույն օղակներից մեկի։ Ունեցել ենք որոշակի դժվարություններ եւ հագեցվածության առումով եւ միջոցառումների բազմաբնույթ ու ծանրաբեռնված լինելու առումով բավական բարդ է եղել։ Բացի այդ, քանի որ մենք պետք է ունենանք նաեւ ճկուն քաղաքականություն, այսինքն կարծրատիպերից հրաժարվելու եւ ըստ իրադրության մոտեցումները համապատասխան փոփոխությունների ենթարկելու, ըստ իրադրության անհրաժեշտ նոր որոշումներ կայացնելու, դրանց կյանքի կոչելու, դրանցով ընդհանուր պատրաստությունը կազմակերպելու հետ կապված մենք խնդիրներ ունեցել ենք եւ քանի որ հակառակորդը անընդհատ եւ իր մարտավարություններ փորձում փոխել եւ նոր մոտեցումներ ցուցաբերում, մենք նախ կանխակալ գործողությունների տեսակետից փորձում էինք կանխատեսել հետագայում ինչ կանի եւ ինչպիսի պատրաստվածություն, ինչպիսի ուղղվածություն պետք է ունենա այդ գործընթացը անձնակազմի, զորքերի պատրաստության համար, դրանով պատրաստել, հետո լինում էին նաեւ որոշակի անհամապատասխանություններ, արագ օպերատիվ կերպով փորձում ենք դրանց անդրադառնալ, շտկել եւ այնպես անել, որպեսզի հակառակորդը երբեք թելադրողի կամ որոշակի առումով առաջին քայլը կատարողի կարգավիճակում չլինի կամ մենք անպատրաստ չլինենք նրա որևէ գործողության։ Այդ առումով ունեցել ենք որոշակի բարդություններ ոչ թե չկարողանալու, այլ լարվածության, հագեցվածության եւ անընդհատ զբաղվածության առումով։
Մենք շատ ենք նշում, որ մեր բանակը եւ դա մեր հպարտությունն է, ամենամարտունակն է տարածաշրջանում։ Մի խոսքով մարտունակության ցուցիչը գերակա է մեր բոլոր տեսակի քննարկումներում եւ զրույցներում։ Դուք կասեք, այն կետը, այն առաջնակետը, որը իսկապես այդ մարտունակության բնորոշիչն է եւ մենք հենց դրանով ենք տարբերվում մյուսներից։ Գիտեք, սպառազինությունը, ռազմական տեխնիկան, արհեստավարժ բանակ ունենալը, այսինքն այդ սպառազինությունն ու ռազմական տեխնիկան առավել պատրաստված անձնակազմին հատկացնելը մեծ նշանակություն ունի, բայց եթե կիրառումը դրանց եւ մոտեցումները անձնակազմի կողմից ուղղակի որպես խնդրի կատարում է դիտարկվում, սա արդյունավետության ցածր գործակից կապահովի։ Մեր հիմնական խնդիրը հոգեպես եւ ոգով պատրաստ անձնակազմ ունենալն է, սկսած շարքային զինվորից վերջացրած ամենաբարձր հրամանատարով։ Եթե մարդ հավատք ունի իր գործի նկատմամբ եւ իր գործի ճիշտ լինելու ճշտության հանդեպ, միանշանակ ամենաբարդ իրավիճակում էլ կարող է կատարել իր արժեվ դրած խնդիրը եւ վստահ լինել, որ ունենալու է հաջողություն։ Հակառակն էլ կա, եթե մարդ նույնիսկ ամենալավ պատրաստվածությունը ունի, բայց հավատ չունի իր գործի ճշմարտացիության եւ իր գործի ճիշտ լինելու համար, նա միանշանակ ձախողված է, տապալվելու է այդ խնդիրը։ Այսինքն ասել կուզի, մեր կիզակետում գտնվում է հոգեպես, ոգով ուժեղ անձնակազմ պատրաստելը վստահ իր գործին եւ իր գործի ճշմարտացիության։ Այսօր պաշտպանության նախարարը օգտագործել է բավականին հետաքրքիր արտահայտություն։ Մենք ձգտում ենք համաժողովրդական բանակ դառնալ։ Խոսքը այս արտահայտության մասին է։ Ինչ նշանակում համաժողովրդական։ Մենք ունեցել ենք եւ ունենք համաժողովրդական բանակ։ Համաժողովրդականը այն է, երբ ժողովուրդը անկախ զինված ուժերի չափերից, ծավալներից, հագեցվածությունից երկրի արհավիրքի, սպասելիքի կամ վտանգի դեպքում միախմբված, համախմբված կերպով կանգնում է այդ երկրի, իր հայրենիքի պաշտպանությանը։ Եվ փորձն էլ, պատմությունն էլ մեզ ցույց է տալիս, որ մենք միշտ այդ պահերին, երբ ունենք լարվածություն, երբ ունենք ինչ-որ խնդիր, մեր ժողովուրդը միշտ անհանգստացած է եւ միշտ ոչ թե, այսպես ասենք, կանգնում է բանակի կողքին, այլ ինքը դառնում է բանակ։ Ինքը ուզում է ինչ-որ բան անել, որպեսզի հանկարծ բարդացումներ չլինեն եւ ընդհակառակը հակառակորդը չփորձի դրա շարունակություն տալ։ Դա հենց մեր Արցախյան շարժման սկզբից է այդպես եղել եւ այս ընթացքում էլ ինչքան լարվածություններ առաջացել են, փորձը, փաստը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը միշտ կանգնած է իր պաշտպանության ակունքներին, այդ քարերը, հիմքը որ դրված է դրա վրա ու կատարելու է այդ խնդիրը։ Ազգային ավանդույթը, այս տերմինն էլ է շատ օգտագործում բանակի համար։ Ինչ գործ ունի ավանդույթը բանակում, եթե մենք ձգտում ենք պրոֆեսիոնալ բանակի կայացման։ Ամեն տեղ կան ավանդույթներ, բոլոր բնագավառերում, ամեն ոլորտում, որոնց վրա հենվելով, զարգացնելով, կատարելագործելով այն ուղղությունները, ինչ որ մենք ունենք, այն ինչի որ մենք ձգտում ենք, դրանց վերջնանպատակին հասնելու քայլեր են կատարում։ Ավանդույթը դա այսպես սկզբնաքարերն են, որը որ դրվում է որպես նպատակ հետագայում զարգացնելու համար։ Մենք ազգային ավանդույթին չենք ասում բանակում ունենք, որտեղ մեր բանակը ազգային բանակ է։ Մեր բանակը այսպես օդից վերցված սարքված չի։ Մեր բանակը ստիպողաբար ստեղծված, ունեցած, կայացած բանակ է հակառակորդի թելադրանքով եւ դրա հիմքում կանգնած էին այն տղաները, այն մարդիկ, ովքեր ազգասիրությունից, հայրենասիրությունից դրդված անցան պաշտպանության քաղաքականություն, ռազմական գործողություններ իրականացնելու, այսինքն ազգային ոգին դրվեց բանակ ունենալու հիմքում եւ դա է դարձնում ազգային ավանդույթներով ազգային բանակ։ Այդտեղ է ամբողջ գաղտնիքը։ Դուք ազատամարտից եք սկսել, ազատամարտիկի որ օղակներ ամենաբարդը ձեր ճանապարհին։ Գիտեք, ես չեմ կարծում, թե այլևս սպառել եմ իմ հնարավորությունները։ Նախնական, երբ որ արդեն սկսեցինք ունենալ կանոնավոր բանակ եւ արդեն կային զինվորական աստիճաններ, կոչումներ, միշտ
մարդկանց մոտ այնպիսի տպավորություն կար, թե որքան կոչում աշճանը բարձր, այնքան հանգիստ է գործը, ծանրաբեռնվածությունը, պատասխանատվությունը, բայց ես ինքս լինելով դրա մեջ եւ հետո էլ բոլորին էլ ով այդ հարցով ինձ դիմում է, ապացուցում եմ, որ որքան կա պատասխանատվության, այսինքն պաշտոնական առումով, դիրքի առումով բարձրացում, այնքան ծանր է դառնում գործը։ Եվ ինչքան մարդ իր ծառայող այդ գործունեության ընթացքում ծառայողական աճում է, այնքան ծանրաբեռնվածությունը մեծանում է, դա միանշանակ։ Եվ դրա համար ասել որտեղ էր ամեն աշճան անցնելուց գործը ավելի բարձրացել է, պատասխանատվությունը ավելի մեծացել է եւ հիմա այդ շարունակական ընթացքը դեռևս կա։ Ես մտածում եմ, որ դուք հետ կգնաք կամ կառնեք Շուշիի առանձնակի գումարտակի գործողությունների վրա, մասնավորաբար Շուշիի ազատագրման։ Ինչու է այս հատվածը հատկապես շատ տաք եւ այսպես կրկոտ մնում էր պատերազմի պատմությունում։ Ունի իր առանձնահատկությունը ինչով, որտեղ ռազմարվեստի պատմության մեջ այդպիսի օպերացիաներ իրականացնելը շատ եզակի դեպքեր են եղել, որ կարողանաս փոքրաթիվ ուժերով եւ որակապես եւ քանակապես եւ դիրքային առումով երազանցություն ունեցող հակառակորդին հաղթել։ Դա երևի հետո ավելի շատ, ավելի խորը, չնայած որ հիմա էլ է դրա ուսումնասիրությունները կատարվում, ավելի մանրամասն վերլուծություններից հետո դրա իրական արժեքը եւ իրական գնահատումը վերջնականորեն կտրվի։ Իսկ ինչ վերաբերում է լրջությանը, իրականում դա շատ լուրջ գործողություն էր։ Ռազմարվեստի համաշխարհային պատմության մեջ շատ կան այդպիսի դեպքեր, որ որպես ուսումնական նյութ դասագրքերում մատուցվում է տարբեր ուսումնական ռազմական հաստատություններում։ Ցավոք սրտի մեր Շուշիի ազատագրումը այդ ցանկում չկա, որովհետև եւ ափսոս որ չկա։ Այո, ափսոս որ չկա, որովհետև որպես ռազմագիտական գործ դա մեծություն է։ Եվ որևէ դասական մտածողություն ունեցող զինվորական այսօր չի կարող դրա բացատրությունը դասական օրենքների սահմաններում տալ։ Դա ինչպես ստացվեց կամ ինչպես հաջողվեց։ Ստացվեց, հաջողվեց, իհարկե պատրաստությունը, կամքը եւ այլն իրենց դերը նշանակություն ունեցել են, բայց ավելի մեծ նշանակություն ուներ ոգին։ Ոգին, որը տանում էր դեպի հաղթանակին։ Այդ ոգին էր երևի ձեզ ուղեկցում, երբ հայտնվել եք շրջափակման մեջ։ Հայտնի դեպքեր եմ ես հիշում արդեն։ Ճիշտն ասած, մի քանի դեպքեր եմ ունեցել ցավոք սրտի իմ ծառայողական գործունեության ընթացքում, որ հայտնվել եմ շրջափակման կամ կիսաշրջապատված վիճակում եւ ես գիտեմ նաեւ ոչ ինձ հետ կապված այլ դեպքեր նույնպես, որտեղ վերջնականում հակառակորդին չի հաջողվել ոչ թե ոչնչացնել, այլ ընդհանրապես ընկճել ոգին եւ դրա արդյունքում մենք կարողացել ենք բարեհաջող ավարտին հասցնել այդ մեր Չնայած թվային առավելությանը ընդգծված տնայած իհարկե շրջափակման մեջ հայտնվելուց պետք է միանշանակ գիտակցենք, որ հակառակորդը առնվազն 6-պատիկ առավելություն ունի։ Այլ պայմաններում դա հնարավոր չի։ Երբ շրջափակման մեջ ես, դրանից քիչ առավելությամբ չես կարող շրջափակման մեջ եւ այդտեղ ոչ միայն դիմակայել, այլ նաեւ դուրս գալ այդ վիճակից, դա գերբնական ուժի խնդիր է։ Դա միայն պատրաստվածության կամ զինավարժության հարց չի։ Այս օրերին տարիների փորձը ամենայն դեպս ցույց է տվել, որ հակառակորդը փորձում է ակտիվանալ եւ ինչ որ բան ապացուցել հերթական անգամ։ Ինչ թարմ տեղեկություններ ունեք զամանից։ Հակառակորդը հիմնականում ակտիվանալու ժամանակահատվածը կապված է լինում այս կամ այն քաղաքական ինչ որ իրադարձության հետ եւ հիմնականում դա ռազմաքաղաքական ղեկավարության թելադրանքով կամ պարտադրանքով է իրականացում, այնպես չի որ համապատրաստից կամ ինչ որ կամայականությունների հետ կապված որոշում են այստեղ կամ այնտեղ ինչ որ գործողություն կատարել։ Դա միտված է նրան, որպեսզի քաղաքական հանդիպումներից կամ
ինչ որ հարցերի քննարկումից առաջ ցույց տան իրենց ուժը եւ նրան լրջորեն երկար ժամանակ իրենք միշտ պատրաստում են։ Իհարկե մենք էլ գիտենք, կանխապես ենթադրում ենք ինչ կարող է լինել եւ ինչպիսի գործողությունների կարող ենք դիմել։ Դրան համարժեք պատրաստություն եւ նախապատրաստական աշխատանքներ իրականացում են։ Հիմա համեմատաբար հանգիստ է, որովհետեւ չկա այդպիսի քաղաքական ասպարեզում հանդիպումների կամ քննարկումների հետ կապված խնդիրներ։ Սրանք կարող են ունենալ այս ժամանակահատվածում զուտ մեր պետական զինված ուժերի կամ այլ տոների հետ կապված որոշակի շեղումների կամ անհանգստացնելու հարցեր, բայց այդպիսի լայնամասշտաբ լինել չեն կարող։ Մի մասնավոր հաղորդագրության մասին ես անձամբ ձեր գնահատականն եմ ուզում լսել։ Վերջերս համացանցում հայտնվեց մի ակնհայտ պրովոկացիոն հայտարարություն, որ հակառակորդը բարձունքի վրա հենակետ է կառուցում, այդ օդնդաղի մասին է խոսքը։ Դուք ինչպես վերաբերվեցիք այդ տեղեկությանը եւ իրականում ինչ է դա։ Օդնդաղը մեր իշխանության կամ այսպես ասենք ենթակայության կամ դիրքային առումով մեր ղեկավարման հսկողության տակ երբևէ չի եղել, ինչ էս ամբողջ շարժումը իր տեղի է ունեցել եւ կա։ Օդնդաղը միշտ եղել է հակառակորդի տարածքում, հակառակորդը ինքը ունեցել է այդ դիրքերը տեղանքում, վերջին ժամանակներս որոշակի աշխատանքներ են սկսել կատարելագործման կահավորման առումով իրականացնել, չգիտեմ որտեղից է առաջացել, մենք երբ այդ տեղեկությունը համացանցից իմացանք, ուղղակի ծիծաղելի էր, որ մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ այդպիսի աննորմալ վիճակում է գտնվում։ Ինֆորմացիայից կտրված կամ կարելի է հեշտությամբ այդ սուտ լուրերով ինչ որ որպես ապատեղեկատվություն չասեն, որպես իրենց համար կատարված ինչ որ խնդրի վերջնագիր ուրախացնել կամ լավ վիճակում պահել։ Ուղղակի ծիծաղելի է, ոնց կարող է երկրի իշխանությունը, ռազմաքաղաքական ղեկավարությունը իր ժողովրդին այդ ձևով խաբել։ Հարգելի գեներալ, դուք մոտավորապես մի 10 տարի հետո ինչպիսին եք պատկերացնում հայկական բանակը։ Ես ավելի կամ ինչպիսին կուզենայիք տեսնել։ Պատկերացումս ու տեսնելս նույնը պետք է լինեն, որպեսզի կարողանանք հասնել դրան, այն ինչ պատկերացնում ենք, պետք է ձգտենք, որպեսզի դա իրականություն դառնա։ Պատկերացնում եմ այսպես, որ մենք մեր ուժով, մեր պատրաստվածությամբ եւ վարպետությամբ պետք է հակառակորդին այն վիճակում պահենք, որ այդ ձեր ասած 10 տարիների ընթացքում ինքը հասկանա, որ ինչ մեթոդների, ձևերի, եղանակների էլ դիմելու լինի, ինչ ձևով էլ փորձելու լինել իր գերակայությունը կամ գերիշխանությունը ցույց տալ, չի հաջողվի եւ ստիպված պետք է լինել մեր հետ բանակցել ոչ թե խաղաղության գնալու, այլ մեր թելադրանքով, մեր պահանջարկով, մեր ներկայացրածը ընդունելու համար։ Եվ այդ պայմաններում մենք միանշանակ կունենանք կրճատված բանակ, կունենանք ավելի պատրաստված, ավելի ունակ, շատ արագ կատարելու ունեցած խնդիրները։ Դուք հաճախակի եք հանդիպում դիրքերում գտնվող զինվորների։ Իմ խնդիրս հենց դրանում է կայանում։ Դե ուրեմն շնորհավոր ենք առաջին հերթին նրանց, եթե դեմ չեք։ Իհարկե, ես սրտանց շնորհավորում եմ մեր բոլոր դիրքապահ զինվորներին, որովհետև մեր երկրի, մեր հայրենիքի անվտանգությունը այսօրվա ստեղծագործ աշխատանքը ամբողջությամբ իրենց քրտնաջան, լարված, հոգնատանջ աշխատանքի ծառայության վրա է հիմնված։ Եվ թող բոլորը լավ պատկերացնեն, չնայած մենք ամեն պատեհ առիթով դա իրենց զգացնել տալիս ենք, որ միայն իրենք են, որ կարողանում են այդ ամեն ինչը ապահովեն, որ իրենք իրականում հսկաներ են, հզոր անձնավորություններ են եւ այն մարդիկ են, ինչպես մեծ հայրենասերն է ասել, մարդկային գործերի մեջ չկա ավելի վեհ
ու առաքինի գործ, քան հայրենիքի պաշտպանության գործն է, եւ իրենք են, որ այդ գործը կատարում են կատարյալ կերպով, իրենք են, որ ամեն օր առանց առիթի հերոսանում են։ Ուզում եմ շնորհավորել նաեւ այդ զինվորների հրամանատարներին, չնայած նրանք էլ զինվոր են իրենց կամքի, իրենց գաղափարի, զինվոր են իրենց հետ հավասար հրամանատարների հետ համեմատած եթե լինենք եւ զինվոր են ընդհանրապես ասած։ Ուզում եմ շնորհավորել նաեւ մեր այն ընկերների, կապ չունի, դա եղավ ազատամարտի ավելի լարված պայմաններում, թե վերջին ժամանակաշրջանում հարազատներին, ծնողներին, որոնք այսօր մեզ վերևներից են նայում թելադրողի կարգավիճակով, թույլ չտալով սխալվելու, հնարավորություն չտալով մեր ունեցած դիրքերից շեղվելու կամ նահանջելու, պահանջելով, որպեսզի գործը ճիշտ եւ արդյունավետ կատարենք։ Ուզում եմ շնորհավորել մեր ողջ ժողովրդին, որովհետեւ մենք համաժողովրդական, համազգային բանակ ենք եւ մենք մեր երկրի պետության պաշտպանությունը կազմակերպում եւ իրականացնում ենք միասին։ Մեկ անգամ եւս ես շնորհավորում եմ ձեզ գեներալի ուսադիրներ գրելու առիթով եւ շնորհակալություն հայտնում ձեր կատարածի եւ դեռ այն բանի համար, որ կատարելու եք։ Շնորհակալություն բանակում։ Շնորհակալություն։ Այսօր Հայոց բանակի ծննդյան օրն էր, իմ զրուցակիցը Հայաստանի զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը։ Հաջողություն։